շնորհակալություն պարոն Թունյան, բայց ես այդ հարցը բանա, խնդրում եմ ես ազգաժողովներ կտամ, թե քանիսից չնայած պարոն Թունյանը ասեց, որ 2000-ից 40-ը, եւ էսի արդեն շատ բան է ասում, բայց բոլոր դեպքերում գնահատական տալու համար խնդրում եմ ճշտեք, ես այդ հարցը կտամ, հա, բան չեմ ասում, հա, հիմա պարոն Թունյան, չարական թաքցնելու դեպքում չարականորեն, ասենք մտածված թաքցնելու դեպքում 10 դրամներ թաքցնելը դա արդեն հանցագործություն է, դրա մասին խոսք չի կարող լինի։ Էդի հանցագործությունն է եւ վերջ, եւ բացի որ 10 դրամը պիտի վերականգնի, նաեւ պիտի պատժվի ինչ-որ ձևով։ Էդի անքննելի է իմ համար, մի կողմից։ Մյուս կողմից, դուք եք ունեք ընկերներ, պարոն Հակոբյան, մենք եք ունենք ընկերներ, մենք ենք եղել որոշ բաների մեջ, աշխարհի բոլոր բիզնեսմենները ուզում են բան անեն։ Իրենց հարկային բազան քչացնեն։ Շատ տրամաբանական է։ Հիմա պետությունն է ուժեղը տեղ, ուրեմն պետությունն է հաղթում, պետությունը չի ուժեղը տեղ, թող այդ մարդկանցից օրինակ վերցնի, տնա ոնց են այդ բացերը լրացնում, բանանում օգտագործում եւ բանանում, բայց դա չպիտի դառնա արդեն այդ 10 դրամի թաքցրելը չարականորեն, ես կարող ճիշտ չեմ հասկանում, բայց ես դեռ տարբերում եմ։ Մասնավորապես, մեր այս մոտեցման դեպքում 24 եւ 25 թվականներին մենք մոտ 2.5 միլիարդ դոլարի բան են կորցրել, շրջանառություն են կորցրել, 2.5 միլիարդ դոլարի Վրաստանով ապրանքներ են գնացել, դե մա չեմ ուզում ավտոների անուն տա, որովհետև վատ հիշողություն էր առաջանում, հա, հենց ավտոների մասին է խոսքը։ Հիմա տեսեք, ասենք հարկայինը, հիմա դուք ասում եք 50 միլիոն, 30 միլիոն, որպեսզի տնտեսավարով հետ խոսանք, ասենք ախպեր ջան, մեր փողերը մուծիկ ես ասում եք, նայի 5-ին գումարած 5 հավասար է 10, 20-ից հանած 10 հավասար է 10, 10-ի 30%-ը անում է 3 դրամ, մեր 3 դրամը բուծի պրտնենք իրարից, շատ լավ է, բայց արդյոք քննչականում կան այդ մակարդակի տնտեսագետներ, որ կարողանան այդ թվաբանությունը բացատրել, թե ասում են, հեսա տղուտ կկալանավորենք, հեսա մորդ կկալանավորենք, հեսա կնգատ կկալանավորենք, հեսա սիրուտ կկալանավորենք։ Էմոցիաները լավ են, բայց բերեք ավելի մասնագիտական խոսենք էլի։ Հա, դուք ինչ եք ասում եք աշխարհի բոլոր բիզնեսները ուզում են իրենց հարկային բազան քչացնեն։ Թույլ տվեք չհամաձայնվեմ, որովհետև եթե տես լիներ, պիտի անընդհատ կամ ստվերը աճեր կամ առնվազն մնար նույնը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա դուք ասում եք, այդտեղ պիտի պետությունը ուժեղ լինի, ես համաձայն եմ, այո, կա տենց երևույթ, բայց նայեք, մենք այստեղ այս ռեֆորմով, ես ինչ ասի, մտածողության փոփոխության հարց կա, որովհետև եթե մենք ուժի կիրառման մասին ենք խոսում, միշտ կարող ենք ասել, որ պետությունը կարող է ուժեղ լինել, եթե ուժի կիրառմանն է վերաբերում, բայց մենք ուրիշ բան ենք ասում ենք, մենք ուզում ենք, որ մեր հարկ վճարողը դառնա ինքը կամավոր կարգապահ, եւ դրա համար այդ դաշտը ստեղծում ենք։ Դուք նայեք, անընդհատ շեմի թվից եք խոսում, բայց շեմի թիվը այն էական գործոնը չի, որ պետք է լինի խոսակցության առարկա հարկ վճարողի հետ։ Մենք իրականում էտել ենք վերացնում հիմա ստացվում է, այսինքն այլևս պրակտիկայում շատ քիչ կհանդիպեն դեպքերը, որ որևէ մեկը կվախեցնի շեմով, որովհետև արդեն պետական եկամուտների կոմիտեի ցանկացած օպեր, ցանկացած տեսուչ, որ նախնական հաշվարկ է անում, ինքը պետք է այս բոլոր ցիկլերով անցնի ու հիմնավորի արդյոք օրինակ դա պոտենցիալ հանցագործություն է, որ պետք է օրինակ հաղորդում ներկայացնենք։ Եվ ավելին ասեմ, ստեղ մի հատ դրույթ է կա կուզենամ միանգամից արդյոք օգտագործել ասել, մենք ինչ ենք ստեղ ասում, մենք ասում ենք օրենքով հստակ պարտավորեցնում ենք պետ նախագահին, որ ինքը լիազորի կոնկրետ, ասենք կոնկրետ մի անձ պետք լինի, որի միջոցով ֆիլտրվելու է այդ հաղորդումները, իսկ դա նշանակում է, որ մենք այս օրենքի ընդունումից հետո պետք է գնանք, օրինակ ներքին կարգեր սահմանենք հստակ մանրամասն, թե ինչպես պետք է այդ պրակտիկան կազմակերպի պետական եկամուտների կոմիտեն, որ որևէ մեկը ապագայում իրավունք չունենա հանկարծ հարկ վճարողին վախեցնելու լեզվով ընդհանրապես խոսել։ Եվ հա, այստեղ իհարկե մասնագիտական մակարդակների մասին եք խոսում, այո, մենք խնդիր ունենք եւ պետք է բարձրացնենք մեր մասնագիտական կարողությունները ավելի լավ շփվելու հարկ վճարողի հետ, ավելի պրոֆեսիոնալ այդ խնդիրները բացահայտելու եւ այս process-ը դրա մասին է, այսինքն որ ասում ենք process-ը երկարացնում ենք, այդ ընթացքում պետք է բավարար կարողություններ ունենաս, որ դու կարողանաս հիմնավորել իրապես հարկ վճարողը այդ պարտավորությունը միտումնավոր է թաքցրել թե չէ, որովհետեւ քրեական օրենսգրքի 290 հոդվածը հստակ ասում է խոշոր չափերով հարկեր թաքցնելու նպատակով։ Այսինքն այս էլեմենտն է կարևոր։ Հիմա պետք է մենք հստակ կարողանանք այդ որակումը որոշակի տանք, նոր հետո հասնենք այդ քրեական
գործերին։ Նու իհարկե բացառություն կազմեն օրինակ այն կոնկրետ դեպքերը, օրինակ չեմ սերվերներից տվյալներ են վերցվում, համակարգչից տվյալներ են վերցվում, դրանք շատ կոնկրետ փաստեր են, որոնք հենց խուսափելուն են վերաբերում հարկերից։ Շնորհակալություն։ Պարոն Աղազյան, մի հատ ասեք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Եթե հիմա ձեր աշխատակիցները բանանալ եւ այդ անձը որ կա, ասենք մի հոգի լինելու, որպեսի բանանը, չէ, վերջի ֆիլտրը լինի, որ ուղարկի թե չուղարկի։ Գալիս է այդ անձի մոտ այդ տնտեսավարողը, ասենք 52 միլիոն է, ենթադրենք թե տնտեսավարողը հասկանում է, որ բանա, ինքը բանա, սխալ է թույլ տվել, ասում աղբեջա, բերում եմ վճարեմ 52 միլիոնը։ Թե դուք ուղարկում եք ասենք քննչական։ Կարացի ճիշտ դեպակեպեմ հարցը։ Տեսեք, միջև այդ անձի մոտ գալը, այս հիմա ասած բոլոր process-ներով պետք է անցնի։ Պատկերացրեք։ Վերջը, ասում Այսինքն այդ անձը չի 52 միլիոն է, կարող կայացնի։ Ասում շեմը անցած է, բայց ասում վճարում եք, դուք կարող ասեք մեր փողը տուրել քնչական չուղարկեմ եք, չէ՞ ասում պարոն Աղազյան։ Հա, կարա այդ վճարի ու ասեք չեք ուղարկում քննչական։ Թե ասեն 50-ից անցնում մեխանիկորեն ուղարկում եք։ Տեսեք, ցանկացած հիմա այդ ճշգրտում անելու եւ վճարելու պրակտիկան իրականության մեջ կա։ Այսինքն հարկ վճարողը եթե ընդունում է իր մեղավորությունը եւ պարտավորվում է վճարել, դա մեղմացուցիչ հանգամանք է ըստ էության եւ այդ վճարումները տեղի են ունենում։ Բայց Չէ, խնդրում եմ մի քիչ հստակ պատասխանեք։ 52 միլիոնը հայտնաբերել է հարկայինը, որ 52 միլիոն ինքը չարաշահում ունի։ Ինքը ասում է ներողություն եմ խնդրում, սխալվել եմ, վաղը չեմ ուսել, բերում եմ 52 միլիոնը վճարեմ։ Այդ դեպքում քննչական ուղարկվում է, թե չի ուղարկվում այդ գործը։ չէ, այսօր էլ չի գնում դա։ Չի գնում, չէ՞։ Այո։ Պարոն Աղազյան, քանի որ առիթ եղավ, մտածում եմ ելույթի ժամանակ ասեմ, բայց հենց ձեր հարցերին պատասխան ասեմ, էլի։ Ուրեմն տեսեք, խնդիրը շեմը միշտ եղել, ավելի ցածր է եղել, բայց ինչի է վերջին 1-2 տարիներին հատկապես այս հարցը սրվել, որովհետև քննչական կոմիտեն արդեն ինքն է զբաղվում այս գործերով։ Առաջ պեկի մեջ էր այդ կառույցը եւ տնտեսվարողը շփվում էր պետական եկամուտների հետ, ոչ թե քննչական կոմիտեի հետ, ու ամեն դեպքում պետական եկամուտների կոմիտեի հետ շփվելը տնտեսվարողի համար շատ ավելի կոմֆորտ է, քան թե քննչական որտեղ Պեկում չկա քննչական մասը քննչական կոմիտեի է գնացել։ Պեկում կա օպերատիվ հետախուզական բլոկ եւ այլն։ Այն ժամանակ էր դրա համար է քննչական չեն գնում, մարդիկ պեկ էին գնում։ Հիմա այստեղ երկու կարևոր կետ կա, որ ասում էի, մեկը թիվն է, մեկը արդյոք միտում եղել է ցանկություն, թե չէ։ Հիմա պետական եկամուտների կոմիտեի այս ֆիլտրը ինքը հնարավորություն է տալիս, որ մենք թվի հարցում վստահ լինենք, այսինքն սխալ հաշվարկ չլինի, վրիպակ չլինի, չգիտեմ, միտում չլինի, որ օրինակ 5 միլիոն դրամի փոխարեն 25 միլիոն դրամ գրած չլինեն։ Այդ թվի հարցում բոլոր ֆիլտրերը բողոքարկելով մեխանիզմներով եւ այդ ամեն ինչը կա, բայց վերջ մեկավ կանգնեց, ասենք օրինակ լրացիչ հարկերի թիվը ձեր ասած 52 միլիոն դրամ է։ Այստեղ արդեն առաջ է գալիս երկրորդ հարցը։ Արդյոք դա հարկերը թաքցելու նպատակով է արվել, թե պատահաբար արվել, թե վրիպակ է եղել։ Այդ հարցի պատասխանը միտում կա թե չկա, այդ հարցի պատասխանը տալիս է քննչական կոմիտեն, որտեղ այդ հիմքով է գործառույթում։ Բայց ես ձեզ մի կարևոր ասում եմ, բայց մի կարևոր բանի մասին եմ ուզում։ Եթե կառավարության նիստը նայել եք, հենց ուղիղ այդ մասով քննարկում է գնացել երկու փոխվարչապետերի միջև։ Եվ փոխվարչապետերից մեկը Մհեր Գրիգորյանն ասում էր, ունեք խոշոր ընկերություն է, 50 միլիոն դրամ հարկ է թաքցրել, ավտոմատ դա գնալու է քննչական կոմիտե, Տիգրան Խաչատրյանն ասում էր ոչ չի գնալու եւ հետո պեկի մեր գործընկերներն էլ ասում են որ այո այն դեպքերում երբ որ մենք տեսնում ենք որ այդտեղ վրիպական միտում չկա եւ այլն մենք գործերը քննչական կոմիտե չենք ուղարկում այսինքն ողջամտության կանխավարկածով են առաջնորդվում բայց մենք իհարկե պիտի փորձենք այնպես անենք որ դա լինի ինստիտուցիոնալ որովհետև այսօր պարոն Հակոբյանն է պետական եկամուտների կոմիտեի նախագահ, պարոն Սահակյանն իր տեղակալը, իրանք այդ կանխավարկածով են շարժվում, վաղը մյուսօր մեկը կարող է գա բոլոր գործերն ուղարկի քննչական կոմիտե։ Ընդ որում քննչական կոմիտե ուղարկելն իր պատճառաբանություն ունի, չուղարկելը կարող է պեկի համար որոշ հարցեր առաջացնի, վաղը մյուսօր գան ասեն, քիչ եք այս գործերը ուղարկել քննչական կոմիտե։ Այսինքն այդ ամեն ինչը պիտի մաքսիմալ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի ու այս առաջի քայլերն են դրա համար ենք ասում քննարկումները շարունակում ենք հետագայում քննարկելու ենք նաև ոնց անենք որ տնտեսական գործունեությանը մաքսիմալ քիչ խոչընդոտներ լինեն դրանք էլ կանոնակարգվեն մարդու համակարգիչը չվերցնեն տանեն մի քանի ամիս պահեն կամ տարիներով պահեն իսկ այդ ձեր ասած դեպքերը որ կալանքի
շանտաժով կամ մնացած բանով փորձում են մարդուց օրինակ լրացուցիչ հարկային պարտավորությունները բյուջե գանձել, այդ խոսակցությունները մեզ էլ են հասնում, այդ մասին մենք էլ ենք բարձրաձայնում, իմ կարծիքով չեն բացառվում, որ ինչքան էլ ուզում է վերևի մասը ղեկավարության, այսինքն top management-ը բոլոր կանոնները պահպան, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այդպես ինչ-որ գործողություններ անել, բայց դա էլ ես հորդորում եմ բոլոր այն տնտեսվարողներին, ում հետ որևէ հարկային տեսուչ կամ քննչական կոմիտեի քննիչ այդ լեքսիկոնով ոչ շանտաժի լեզվով է խոսում, թող տվյալները անձամբ ուղարկեն ինձ։ Դա աչի, պարոն Աղազյան, որտեվ երբ որ գալիս է ժամանակը, ասում ես եղբայր կոնկրետ ասա, ով էր եկել քո մոտ այդ տիպի շանտաժի լեզվով խոսում, ասում են լավ է, մենք ոչ մի բան բողոք չունենք, որտեվ վաղը մյուսը չենք ուզում։ Այդ 2000-ը իդեպ պարոն Աղազյան, այդ մի հատ կճշտեմ 2000 էր թե ինչքան էր, բայց դրանց մեծ մասը ավտոների գործերն էր, ինչքան հիշում եմ, որոնք մինչև հիմա մնացել են այնտեղ։ Չէ, ուզում եմ ասեմ, այդ ինչ-որ տենց Դե հա առանձին հետաքրքիր պատմություն է, որին հետո ես թվում է անդրադարձ կլինի մի օր ավելի այս պատմությունից դուրս կանգնած մարդկանց կողմից։